Զանգեզուրի միջանցքի հարց գոյություն չունի, Ալիևի հետ հանդիպումների օրակարգում ըստ Փաշինյանի Թրամփի ուղին է։ Բաքվի Արշավը հայ եկեղեցու դեմ, Փաշազադեն այս անգամ էլ Գուտերեշի ականջն է տարել, կեղծ մեղադրանքներ հնչեցրել։ Արագածոտնի թեմի առաջնորդը 2 ամիս կմնա կալանքի տակ, փաստաբանական խումբը վերաքննիչ բողոք կներկայացնի։ Սամվել Կարապետյանը ևս 30 օր կմնա անազատության մեջ, իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով։ Պետությունը պարզեցնում է հայտարարագրման գործընթացը, հայտարարագիրը կլրացնի ՊԵԿ-ը, հայտարարատուները կստուգեն այն։ Նամակը ստացել ես, ուրեմն ծանուցված է, սկզբում էլեկտրոնային կուղարկեն, հետո փոստով եւ ազդարար կայքով։ Էլեկտրամոբիլները կազատվեն ավելացված արժեքի հարկից, արտոնությունը կգործի ևս 1 տարի։ Եվ դանակահարություն Երևանում 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տարբեր հիվանդանոցներում են։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Նիկոլ Փաշինյանը գոհ է Կոպենհագենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից եւ ընդհանուր առմամբ Բաքվի հետ շփումներից։ Լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետը ևս մեկ անգամ հայտնել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե իր համար Զանգեզուրի միջանցքի հարց գոյություն չունի եւ հիշեցրել է, որ Կոպենհագենում Ալիևի հետ հանդիպման այդ հարցը քննարկվել է, ինչից հետո Երևանի եւ Բաքվի պաշտոնական հաղորդագրություններում հիշատակվում է Թրամփի ուղին։ Սեղանին դրված են էլեմենտներ եւ մենք այդ էլեմենտները պետք է ամբողջացնենք մի թղթի մեջ, այսինքն առաջին թուղթը պետք է ընդունվի նախագիծը, երկրորդ, երրորդ, չորրորդ եւ այդպես հարցը պետք է հասնի տրամաբանական հաջորդ փուլին, բայց ելի ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, ցանկացած լուծում չի կարող դուրս գալ այն սահմաններից, որը արձանագրված է Վաշինգտոնի խաղաղության հռչակագրում։ Բաքվում դավաճանության համար քրեական հետապնդում են սկսել Ռամիզ Մեհդիևի նկատմամբ, որ դեռ ավակ Ալիևի ժամանակներից 24 տարի ղեկավարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Ադրբեջանական քարոզչամեքենան այսօր տեղեկություն է տարածել, թե Մեհդիևը ծրագրել է զավթել իշխանությունը Ադրբեջանում Ռուսաստանի աջակցությամբ։ Ըստ ԱՊԱ գործակալության գաղտնի ծրագիրը ռուսական կողմը բացահայտել է Դուշանբեում Պուտին-Ալիև հանդիպմանը։ Իշխանության բռնազավթում, պետական դավաճանություն, կեղծ ձեռնարկատիրական գործունեություն։ Ահա այսպիսի մեղադրանքներով է Բաքվի դատանի առջև կանգնած ավակ Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը։ Ադրբեջանի գորշ կարդինալ անվանումը ստացած 87 տարին բոլորած Մեհդիևը ավելի քան 30 տարի ղեկավարել է նախագահի աշխատակազմը։ Տնային կալանքի մեջ գտնվող Մեհդիևը ըստ ռուսական եւ ադրբեջանական լրատվամիջոցների մեղադրվում է դավաճանության մեջ։ Ոչ պաշտոնական աղբյուրները սակայն նշում են, որ Մեհդիևը Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշևի ընկերն է, աշխատել է Ռուսաստանի օգտին, ռուսական իշխանությունների հետ սերտ կապեր է ունեցել, ցանկացել է ընդլայնել Մոսկվայի ազդեցությունը Ադրբեջանում։ Ես կարծում եմ, որ այո, դա պայմանավորված է այդ թվում նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստի հետ։ Այն, որ ինքը Ռուսաստանի հետ կապող օղակ է եղել Ադրբեջանի իշխանությունների եւ Ռուսաստանի իշխանությունների միջև, այո, դա այդպես եղել է։ Իրականում ինչ էր լոբինգ անում Ռամիզ Մեհդիևը իշխանության ներսում, կուլուարներում, դա միայն ենթադրել կարելի է։ Վերլուծաբանների մի մասը սակայն Մեհդիևին Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ մեղադրելու փորձը մեկնաբանում են Բաքվի կողմից ազդանշան, որ Մոսկվայի նկատմամբ դժգոհությունները դեռևս պահպանվում են։ Չնայած ըստ վերլուծաբանների Ադրբեջանի պաշտոնական համակարգում աշխատելու տարիներին Մեհդիևին չի հաջողվել Ադրբեջանին ներքաշել ՀԱՊԿ եւ ոչ էլ ԵԱՏՄ կառույցներ։ Սև կարդինալը սակայն Բաքվի խանի գահի հետևում կանգնած ուժն էր եւ կարող էր իրականացնել ցանկացած նախագիծ։ Այո, ինքը ուներ ազդեցություն, դա էլ ֆիքսենք, որ մնացել են օրինակ պատգամավորական խմբեր կամ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց վրա ինքը ուներ որոշակի ազդեցություն։ Այնպես չէ, որ Ալիևը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը չես ասի Պուտինի համար, որքան Ռուսաստանը ձեռք է մեկնում կարգավորելու հարաբերությունները հարավային հարևան դաշնակցի հետ, Ալիևը փորփորում է արխիվները եւ ահա Ռուսաստանի օգտին աշխատած նախկին պաշտոնյային է թաթերաբեմ հանել։ Այնուամենայնիվ կարելի ասել, որ այդպես միանշանակ այդ հարաբերությունները
դեպի բարելավում կտրուկ չանցան։ Ալիևը հերթական զոհին է գտել եւս մեկ ստվեր գցելու ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Ալիևի հերթական դավաճանական քայլն է շրջապատի մտերիմների նկատմամբ։ Ամրապնդելով իր իշխանությունը կամաց-կամաց Իլհամ Ալիևը սկսեց, այսպես ասած, 5 գվարդիայի ներկայացուցիչներից ձերբազատվել։ Ես դիտարկում եմ, որ այդ քարոզչական գրոհը Ռամիզ Մեհդիևի վրա, այո, նաև ցուցադրական է եւ այդ ռուսական հետքը այդտեղ ֆիքսել է, նույնպես այո, մեսիջներից մեկն է։ Կաշխատի արդարությունը Մեհդիևի օգտին ադրբեջանական քաղաքագիտական հատվածը կասկածում է Զառամյալ ծերունին ավելի շուտ կկնքի իր վերջին մայրամուտը, քան կկարողանա ապացուցել իր անմեղ լինելը։ Նաիր Մուրադյան, ժամը լրատվական։ Բաքուն կրկին նշանառության տակ է արել հայ եկեղեցի նորու մեջ կեղծ մեղադրանքների տարափ են թափում սին տեղեկություններ տարածում, թե հայ եկեղեցին ուզում է խաթարել խաղաղությունը, իբր կոչ է անում ռևանշիզմի եւ նոր բախման։ Այդ երկրի հոգևոր առաջնորդն է բամբասկոտ կնոջ պես զգանգատվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Լուսանկարի ձախ կողմում Ադրբեջանի հոգևոր առաջնորդն է Ալլահ Շուքյուր Փաշազադեն, հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ու հավանաբար ոգևորության պատճառով մոռացել Ղուրանի գրվածքը, թե Աստված չի առաջնորդում նրան, ով ստախոս է։ Հազարու մի սուտ է պատմել Անտոնիո Գուտերեշին, պնդել, թե հայ եկեղեցին ու հայկական սփյուռքը ակտիվ քարոզչություն են վարում հայ-ադրբեջանական խաղաղությունը խաթարելու համար։ Նա Հումատ Օղլու Փաշազադեն է սա ասում, այն մեկը, ով օգոստոսի 8-ից հետո հայրաբար մի դաստիարակչական ապտակել չի տվել որդի Ալիևին, հայերին հիվանդ հասարակություն կոչելու, Հայաստանի ներքին գործերին խառնվելու, երկրի ինքնիշխան տարածքով անցնող երթուղին, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք անվանելու համար, ինչն էլ ոչ թե պարզապես խաթարում, այլ ջարդուփշուր է անում հայ-ադրբեջանական խաղաղության առանց այն էլ խարխուլ հիմքերը։ Մինչև երկու երկրների քաղաքական ղեկավարները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, մենք տեսնում ենք, որ հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի եւ նոր բախման։ Ալիևի լրատվամիջոցները գրում են, թե ի պատասխան Ալլա Շուքյուրի այս հայտարարության ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ սա անընդունելի է։ Տեսնես իսկ ինչպես Գուտերեշը կմեկնաբանի հենց իր ղեկավարած կառույցի խոշտանգումների դեմ պայքարող կոմիտեի լրջագույն մտահոգությունները կապված Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող 23 հայ ռազմագերիների հետ Ադրբեջանից Կարմիր խաչի մարդասիրական պատվիրակությանը վտարելու պայմաններում։ Ինչևէ, հետաքրքրական զուգադիպությամբ Ադրբեջանից էլ Ալիևի մեջլիսական Նասիբն է խոսում մեր եկեղեցուց։ Հատկապես վերջին 150 տարիների ընթացքում հայկական եկեղեցին մի կողմ դնելով իր կրոնական առաքելությունը դարձել է ֆաշիստական եւ դիվերսիոն գաղափարախոսության կրող։ Այս հաստատությունը հանդես է եկել որպես տարածաշրջանում կայունությունը խաթարող հիմնական գործոններից մեկը, ժամանակ առ ժամանակ բարոյական աջակցություն ցուցաբերելով ահաբեկչական կազմակերպություններին։ Ինչ զառամախտ է պատել ադրբեջանցիներին, մասնագետն ասում է, պատահական ոչինչ չկա։ Փաշազադեի քավորությամբ շարունակում են դեռ ամիսներ առաջ ձեռնարկած գրոհը։ Իրենք փորձում են հայ առաքելական եկեղեցուն ներկայացնել որպես մի կառույց, որը դեմ է իբրև խաղաղությանը, բայց դրա հետ կապված որևէ իրական փաստարկ չեն կարող բերել։ Ադրբեջանական քարոզչամեքենայի շարժիչը հնարավոր ու անհնար բոլոր ուղղություններով գործի է դրված։ Հայ եկեղեցու դեմ պայքարը հստակ համակարգված քաղաքականություն է, շարունակում է ադրբեջանագետը։ Միևնույն ժամանակ ես կարծում եմ դա տեղավորվում է այն խոսույթի շրջանակներում, երբ արտաքին աշխարհին խոսում են քրիստոնեության, քրիստոնեական արժեքների հետ կապված ճնշումների մասին, կոնկրետ Ադրբեջանում պահվող մեր հայ գերիների մասին խոսելիս Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կիրառեց 23 քրիստոնյա հայ գերիներ արտահայտությունը եւ դա մացապես նյարդայնացնում է Բաքվին եւ ես կարծում եմ եկեղեցու դեմ արշավը նաեւ այս տրամաբանության մեջ է տեղավորվում։ Որքան էլ Բաքուն ջանա պատմությունն ու իրականությունը շրջել գլխի վայր, մեկ է հայ առաքելական Սուրբ եկեղեցին հավատարիմ է մնում դարերով փորձված իր առաքելությանը, խաղաղության, հաշտության ու արդարության գաղափարների տարածմանը, իսկ այդ արժեքները խեղաթյուրելու յուրաքանչյուր փորձ մեկ բանի մասին են վկայում. ճշմարտությունը խանգարում է բռնատիրությանը, ծանրացնում լարախաղաց Ալիևի խաչը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Դատարանը հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին 2 ամսով, Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանին 1 ամսով կալանավորելու որոշումներ է կայացրել։
Հնչական կոմիտեի ժամը լրատվականին տեղեկացրել են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հարցաքննել են Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին, նրա ավելի վաղ ունեցած հարցազրույցի հիման վրա էլ գործը հարուցել են։ Հիշեցնեմ, Տեր Արամը պնդել էր, թե 2021 թվականին թեմի հոգևոր իշխանությունը իրեն պարտադրել է մասնակցել ընդդիմության հանրահավաքի։ Հոգևորականների փաստաբանական խումբը առաջին ատյանի որոշումը կբողոքարկի վերաքննիչ դատարան։ Իրենք ասում են 2021 թվականին դու հարկադրել ես, որպեսզի ընտրության մասնակցի եւ կոնկրետ անձի չընտրի, 2021 թվականին դա հանցագործություն չի եղել։ 2022 թվականի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության։ Իսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ եւ դիտարկվել։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Սամվել Կարապետյանը եւս 30 օր կմնա անազատության մեջ իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով։ Պետությունը պարզեցնում է հայտարարագրման գործընթացը, հայտարարագիրը կլրացնի ՊԵԿ-ը, հայտարարատուները կստուգեն այն։ Նամակը ստացել ես, ուրեմն ծանուցված է, սկզբում էլեկտրոնային կուղարկեն, հետո փոստով եւ ազդարար կայքով։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Առաջիկա ժամերին Դոնալդ Թրամփը կզանգի Պուտինին, վաղը Սպիտակ տանը սպասվում է հանդիպում Զելենսկու հետ քննարկելու մեգա գործարք համաձայնագրի շրջանակում զենքի գնման հարցերը եւ դրանից առաջ նախագահ Թրամփը ցանկանում է հեռախոսազրույց ունենալ ռուս պաշտոնակցի հետ, հայտնում է Axios-ը։ Հիշեցնեմ, որ Վաշինգտոնն ու Կիևը վերջին շաբաթներին ակտիվ քննարկում են ամերիկյան կողմից Ուկրաինային Տոմահավք հեռահար հրթիռների մատակարարման հարցերը։ Գործարար Սամվել Կարապետյանը եւս 30 օր կմնա անազատության մեջ։ Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշել է, որ քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի։ Նրա խոսքով դատարանը արձանագրել է, որ մեղադրանքը թե երկրորդ եւ թե երրորդ դրվագներով նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Կալանքի երկարաձգումը իշխանությունը զավթելու կոչի հոդվածով է, տնտեսական հոդվածներով մեղադրանքը դատարանը չի հաստատել։ Հաջորդ թեմայի մասին համընդհանուր հայտարարագրման համակարգը պարզեցվում է ըստ փոփոխված օրինագծի հայտարարագրերը կլրացնի ՊԵԿ-ը։ Հայտարարատուներին կտրվի բավական ժամանակ մուտք գործելու ՊԵԿ-ի կայք, ստուգելու հայտարարագրի ճշտությունը եւ լրացումներ կատարելու։ Եթե չլինեն լրացումներ, ապա հայտարարագիրը կհամարվի ներկայացված։ Քաղաքացիները այլևս չեն կարողանա ճակերտավոր չստանալ պետական մարմիններից ուղարկված ծանուցումները, ստեղծվելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ անձը մուտք է գործելու, նույնականացվելու է եւ տեղում տեսնելու է, թե ինչ ծանուցումներ ունի։ Եթե երրորդյա ժամկետում չմտնի էլեկտրոնային հարթակի եւ չընթերցի ծանուցումը, նրան արդեն փոստային առաքանիով են ուղարկելու ծանուցումը։ Եթե դա էլ չստանա, ծանուցումը տեղադրվելու է ազդարար AM կայքում, որից 7 օր անց անձը կհամարվի պատշաճ ծանուցված հնարավոր վարչական հետևանքներով։ Հայաստանի անտառները հատվում են, վերածվում վառելափայտի, գրեթե ամեն օր հաղորդագրություններ կան ապօրինի ծառահատումների եւ փայտանյութի անօրինական տեղափոխման վերաբերյալ։ Սրան զուգահեռ համացանցով վառելափայտ վաճառողներն են շատացել։ Ինչպես փրկել անտառը, Արմեն Աթալյանի ռեպորտաժում։ Բնապահպանական տեսչական մարմնի աշխատակիցները Երևան-Սևան մայրուղու վրա տարբեր օրերի հայտնաբերել են զիլ եւ գազել բեռնատարներով առանց համապատասխան փաստաթղթերի ապօրինի փայտանյութ տեղափոխողների։ Խոսքն ընդհանուր 15 խորանարդ մետր կողահատ տախտակի եւ 18.6 խորանարդ մետր վառելափայտի մասին է։ Հարց է առաջանում, արդյոք արդյունավետ է ճանապարհներին փայտով բացած մեքենաների փնտրտուքը։ Ես հասկանում թե ում են բռնում վարորդներին, որոնք ոչինչ բանից տեղյակ չեն, մի քանի կոպեկ գումար են վերցնում պետբյուջե ու դրանով ամեն ինչը սահմանափակվում է։ Օրինակ համացանցում վաճառքի հարթակներում կարելի է տեսնել վառելափայտի վաճառքի վերաբերյալ տասնյակ հայտարարություններ։ Բնականաբար առաջին հերթին մտքովդ անցնում է, արդյոք հայտարարությունների տերերն ունեն փայտանյութի ծագման փաստաթղթեր, եւ եթե ունեն, արդյոք այդ փաստաթղթերը հիմնավոր են։ Հայտարարությունների նկարներում ծառերը բավականին առողջ տեսք են ունենում եւ ընկալելի չէ, թե ինչպես են դրանք հայտնվել սանիտարական հատումների ենթակա ծառերի ցանկում։ Եթե դիտարկենք անտառում ինչ ծառեր են ընտրում սանիտարական հատումների, ապա շատ դեպքերում ես ինքս ականատես եմ եղել ժամանակին, երբ որ աշխատում էի համակարգում, տեսնում եմ, որ այդ ծառերը ընդհանրապես սանիտարական հատման ենթակա չեն։
Այսինքն հատվում են հիմնականում առողջ ծառեր, որոնք նույնիսկ շինափայտի որոշակի ելք ունեն։ Այսինքն սանիտարական հատում ասած նույնի չակելտավոր նշանակություն։ Իրականում օրինական հատվող ծառերի մեծամասնությունն առողջ է եւ ենթակա չէ հատման։ Տեղում դիտարկելու դեպքում նույն տեսչությունն է։ Պարզ կլինի, որ այդ հատումները ապօրինի են նշանակված, որովհետեւ այդ կառավարման պլանների հիմնական մասում գրված է, որ սանիտարական հատումները նշանակվում են անտարպաթոլոգիական ուսումնասիրությունների արդյունքում վերահանում, որ այդ տարածքը հիվանդ է, թե վնասատուներով հարակված է։ Տպավորություն է ստեղծվում, որ ապօրինի անտառահատումների դեմ պայքարը ձևական process է։ Դրա շրջանակում ժամանակ առ ժամանակ հրապարակվում է տեղեկություն այն մասին, որ համապատասխան մարմինները ջրաջան աշխատում են եւ կանխում ապօրինությունները։ Նույն պահին մարդիկ բացեիբաց իրականացնում են փայտանյութի վաճառք, որը կասկածելի ծագումնաբանություն ունի։ Եթե արդեն ի սկզբանե այդ կառավարման պլաններում գրված է, որ հատուկ անտարպաթոլոգիական ուսումնասիրություններ չի կատարվել, դա նշանակում է այդ ամբողջ ցուցակը կոպիտ ասած, որտեղ որ նշված են հատվածները, որտեղ սանիտարական հատումներ պետք է հատկացվեն, ապօրինի են։ Իրանք էլ գիտեն, որտեղ ինչա կատարվում, ես դրան ուղղակի համոզված եմ, որ արտադրամասը որտեղից է փայտ վերցնում, այդ փայտ վաճառողները որտեղից են այդ փայտը բերում։ Իհարկե, շատերը կարող են մատնանշել վառելափայտի սոցիալական նշանակությունը, սակայն պետական այրերը բազմիցս նշել են, որ պետությունն այլևս չունի փողի խնդիր, ինչպես նախկինում էր։ Ըստ այդմ, պետք է նաև չառաջանան դժվարություններ կարիքավորներին ձմռան ամիսներին աջակցելու հարցում։ Գազով եւ այլընտրանքային վառելիքով ջեռուցման սուբսիդավորումը, ըստ մասնագետների, կփրկի Հայաստանի անտառները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Ուժեղ մրցակցություն սոցիալական հարթակների միջև Facebook-ը զիջում է առաջատարի դերը։ Վերջին մեկ տարում կտրուկ նվազել է այս սոցհարթակի հայ օգտատերերի թիվը, որտեղ են տեղափոխվում, որ հարթակը նախընտրում սոցցանցերում ժամանակ անցկացնող մեր հայրենակիցները եւ ամենակարևորը, ինչու։ Սվետլանա Ավդիշյալի ռեպորտաժում։ Արտագաղթում են Facebook-ից մարդիկ, ըստ StatCountry վարկանիշային աղյուսակի Facebook-ի պահանջարկը մեր երկրում վերջին մեկ տարվա ընթացքում շեշտակի է նվազել 41%։ Եթե 2024-ին Facebook-ը զբաղեցնում էր Հայաստանի սոցիալական ցանցերի շուկայի շուրջ 70%-ը, ապա այս տարվա օգոստոսին այդ թիվն ընդամենը 29% է։ Սրան զուգահեռ ուշագրավ է մյուս սոցհարթակների աճը։ Օրինակ Pinterest-ը, որն ավելի նեղ լսարան ուներ, այժմ զբաղեցնում է շուկայի մոտ 22%-ը։ X հարթակը նախկին Twitter-ը նույնպես ամրապնդել է իր դիրքերը։ Օգտատերերի մոտ 15%-ն է օգտվում դրանից։ Մեդիա փորձագետներն ասում են, Facebook-ից հեռանալու հիմնական ու ամենամեծ շարժառիթը քաղաքականությունից խույս տալն է։ Սերնդափոխության տեղանացու նոր սերունդը ընդհանրապես չի դեպքում քաղաքականության Facebook-ում ամեն օր կամ քաղաքականությունն է կամ ինչ-որ քաղաք մտնոլորտ նույն գզվրտոցները ծանոթ վիրավորանքները մարդիկ օգնել են ամենից ստիպված փակում են Facebook դնում են միտեղ որտեղ որտես բաներ չկա։ Ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում մարդիկ լքում են Facebook-ը եւ տեղափոխվում այլ հարթակներ։ Ամենում օրինակ այս գործընթացը սկսվել է դեռ 4 տարի առաջ, ասում է մեդիա փորձագետն ու հավելում. Facebook-ը միտումնավոր է փոխել իր ստրատեգիան։ Այդ պլատֆորմը ինքը այլևս նույնիսկ ագրեգիրել չի կարծես եւ հաճախ ինքը իր մոտից մարդկանց մղում է այլ ենթահարթակներ։ Ուղարկում է Messenger առանձին, ուղարկում է Instagram, ուղարկում է Threads, ինքը հատվածապար բաժանում է ցանցը եւ մեծ թվում է որ Facebook-ի պոպուլարությունը նվազել է, բայց պիտի հաշվի առնենք, որ ինքը Հայաստանում հիմա հանդես է գալիս ոչ թե միայն Facebook հավելվածով, այլ Facebook, Instagram, Messenger, WhatsApp ու Threads։ Հետաքրքրական է նաև LinkedIn-ի առաջընթացը 12.5%, ինչը ցույց է տալիս, որ հայ շատ օգտատերեր սոցիալական մեդիան օգտագործում են նաև մասնագիտական նպատակներով։ Այստեղ աշխատանք են փնտրում ու գործնական հարաբերություններ ձևավորում։ Իսկ հա Pinterest-ով շատերը պարզապես շահավետ ու կիրառական լուծումներ են փնտրում իրենց առօրյա խնդիրների համար։ Մարդիկ հնարավորներ են ձեռք բերել եւ բոլորի աչքի առաջ կանգնել է վերանորոգում տան անելու եւ կայության բերելու խնդիրը։ Կախնի չէ, որ Pinterest-ը հայտնի է հենց դրանով, որ միշտ բոլոր դիզայներներն են խորհուրդ տալիս, ասել մտեք Pinterest-ով ընտրեք ձեր ուզած գույնը, չգիտեմ, կահույքի ձևը, մեզ ասեք մենք դրա նման սարքենք։ Փորձագետները նկատում են StatCountry վարկանիշային աղյուսակը ոչ միշտ է հավաստի տվյալներ փոխանցում, քանի որ այն տեղեկությունը հավաքում է ցանցային հոսքի տվյալներից, որի հաշվարկման ձևը փոփոխվել է։ Մեթոդական ճշգրտում է տեղի Իսկ առաջիկա 1-ից 2 տարում մասնագետները կանխատեսում են ակտիվ հոսք դեպի Threads, Reddit եւ LinkedIn հարթակներ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։
Աստղաբաշխական թվեր Զվարթնոցից Երևան հասնելու համար զբոսաշրջիկները հաճախ են բախվում այս խնդրին, երբ երկրի գլխավոր մուտքի մոտ հանդիպում են անհատ տաքսու վարորդներին, ընկնում նրանց թակարդը։ Վարորդները հավանաբար չգիտեն, որ սրանք հրեական ձևակերպում կա, կարող են դատվել խարդախության հոդվածով։ Զբոսաշրջիկների մի մասը իրենց այցը սկսում է ոչ թե ժպիտով, այլ շոկով, վախի ու խաբված լինելու զգացումով։ Օվսաննան, ով իր հյուրատան սենյակը վարձակալությամբ է տալիս, պատմում է, թե այցելուները հաճախ են բախվում այսպիսի խնդրի։ Եթե հյուրերը տեղյակ չեն լինում, որ կարող են հավելվածով տաքսի կանչել ու օգտվում են օդանավակայանում կանգնած անհատ տաքսիներից, 2000 դրամ արժեցող ճանապարհի համար զբոսաշրջիկներից 15-20 հազար դրամ են վերցնում։ Նույնիսկ դեպք է եղել 40 հազար դրամ են վերցրել։ Չենք ունեցել, որ օրինակ ասել են 1500 դրամով կտանենք, հետո ասել են 1500 դրամի նկատի ունենք 1 կիլոմետրի արժեքը։ Օրինակ ասել են 2000, հետո մարդիկ հասել են, իրանք ասել են նկատի ունենք 2000 ռուբլի, ոչ թե դրամ։ Ինչ որ կերպ սա պետք է համակարգվի, ասում է հյուրատան տնօրենն ու հավելում, օրինակ շատ երկրներում հենց օդանավակայաններում են զգուշացնում՝ մի օգտվեք պատահական տաքսիներից։ Համացանցում տարբեր խմբերում Հայաստան այցելած զբոսաշրջիկները բողոքում են, բոլորն առնչվել են նույն խնդրին։ Պատրիցիա Կեզիորան օրինակ գրառում է արել, թե երբ ժամանել է Երևանի օդանավակայան մոտավորապես ժամը 3-ին մի տղամարդ մոտեցել ու առաջարկել է տեղ հասցնել, սակայն երբ տեղ են հասել, շատ փող է պահանջել, սկսել է բղավել ու հափշտակել է զբոսաշրջիկի գրեթե ամբողջ գումարը 90 եվրո։ Ամեն անգամ, երբ ուշ գիշերին վերադառնում եմ Երևան, ինձ մոտենում են այդ տղաները։ Վերջին անգամ հարցրի արժեքը որքան է, ասացին 25000 դրամ։ Ծիծաղեցի ու ասացի, որ ապրում եմ Երևանում ու շատ լավ գիտեմ իրական գները։ Ինձ հետ նման դեպք պատահեց Երևանի օդանավակայանից Դիլիջան գնալիս։ Ավելի շատ գումար պահանջեց, պնդելով, որ հեռավորությունը մեծ է, ասաց, որ բենզինի համար էլ վճարեմ։ Սա քրեական հանցագործություն է, խարդախություն, սպառնալիք, նույնիսկ շանտաժի տարերով։ Եթե պետությունն ու օդանավակայանը չմիջամտեն, սա շարունակաբար վնասելու է մեր երկրի տուրիստական ոլորտին, ասում է փորձագետը։ Քաղաքացին կամ տուրիստը անկախ նրանից թե ով է տուժողը ստիպված պետք է իր իրավունքները պաշտպանի բացառապես ոստիկանությանը դիմելով։ Զվարթնոց օդանավակայանում տաքսի ծառայությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնից ժամը լրատվականի հետ զրույցում տեղեկացրին։ Վարորդները խուսափում են տեսչական մարմնի աշխատակիցներից, ասում են, թե իրենց բարեկամներին են սպասում։ Տեսչական մարմինը վերահսկողությունից բացի նաև դիտարկումներ է իրականացնում։ Աշխատակիցները նաև հավաքագրում են մշտադիտարկման արդյունքում հավաքագրած այն տրանսպորտային միջոցները, որոնք չունեն տաքսու համապատասխան կահավորմամբ տարբերանշաններ եւ ներկայացվում են ՊԵԿ։ Անհամապատասխանության դեպքում տվյալները տրամադրվում են տեսչական մարմնին վարչարարություն իրականացնելու համար։ Տեսչականից խորհուրդ են տալիս օգտվել միայն լիցենզիա ստացած տրանսպորտային միջոցներից։ Այս տարվա ընթացքում օդանավակայանում 90-ից ավելի վարորդ տուգանվել է համապատասխան լիցենզիա չունենալու պատճառով։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Էլեկտրամոբիլները կազատվեն ավելացված արժեքի հարկից, արտոնությունը կգործի ևս 1 տարի։ Եվ դանակահարություն Երևանում 3 երիտասարդ մարմնական վնասվածքներով տարբեր հիվանդանոցներում են։ Մեթեո աշխարհ ինչպես կանցնի ուրբաթը, ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Հայաստան էլեկտրամոբիլներ ներմուծելու դեպքում տնտեսվարողները ևս 1 տարի կազատվեն ավելացված արժեքի հարկից։ Էկոնոմիկայի նախարարի խոսքով գործող արտոնությունը կերկարաձգվի 2024 թվականից հետո արտադրված էլեկտրական շարժիչով մեծ, միջին և փոքր ավտոբուսների, մարդատար մեքենաների, մոտոցիկլետների և մոպեդների համար։ Global High-Tech պետակամրցանակի այս տարվա դափնեկիր Վինսենտ Ռոշը մասնակցել է իր դիմապատկերով ծրարի մարմանը։ Նա 16-րդ մրցանակակիրն է պետակամրցանակի, որի գլխավոր գործընկերն է Vivan։ Ուշագրավ պահ է։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված հատուկ ծրարն են մարում Viva-ի գլխավոր տնօրենն ու երկրի բարձրաստիճան պաշտոնյաները։
Հատուկ ծրարի վրա պատկերված է 2025-ին բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 16-րդ դափնեկիրը, գիտնական ADI ընկերության գլխավոր գործադիր տնօրեն եւ տնօրենների խորհրդի նախագահ Վինսենտ Ռոշը եւ 2024-ին թողարկված բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակ թեմային նվիրված 2 նամականիշով գեղաթերթիկը։ Այս մրցանակը ոչ միայն գնահատականի արտահայտություն է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձեռք բերված համաշխարհային նշանակության նվաճումների համար, այլ վկայություն է Հայաստանի միջազգային տեխնոլոգիական հարթակում իր դիրքը շարունակաբար ամրապնդելու հանձնառության։ 16 տարի շարունակ Global High-Tech պետական մրցանակի գլխավոր գործընկերը Vivan է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորը, նախաձեռնողն ու աջակիցը Synopsys Armenia ընկերությունը։ Global High-Tech պետական մրցանակի նախաձեռնող եւ աջակից Synopsys Armenia ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ ընդգծեց. Այսպիսով նպատակ ունեն Հայաստանը համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա տեսանելի դարձնել։ Հաջողված գործակցության արդյունքում տարբեր տարիներին Հայաստան են ժամանել համաշխարհային առաջատարներ, որոնց շնորհիվ էական փոփոխություններ են արձանագրվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մարդկանց կյանքում եւ համաշխարհային տնտեսության մեջ։ Մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ արդեն 16 տարի շարունակաբար աջակցում ենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական մրցանակի նախաձեռնությանը եւ շարունակում ենք աջակցել պետության, մասնավոր հատվածի եւ համաշխարհային տեխնոլոգիաների առաջնորդների համագործակցության խորացմանը, հանուն ապագա սերունդների եւ Հայաստանի թվային ապագայի առաջխաղացման։ Viva-ի գլխավոր տնօրենի խոսքով այս նախաձեռնությանը մասնակցությունն ավելին է, քան գործընկերությունը։ Այն ներկայացնում է նոր արարություններին, կրթությանը եւ Հայաստանի ՏՀՏ ոլորտի կայունաճին ուղղված ընկերության երկարաժամկետ նվիրվածությունը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Կառավարության մոտ բողոքի ցույցի են դուրս եկել բեռնափոխադրողները, Ռուսաստանը մերժում է վարորդների մուտքը երկիր 90-օրյա ժամկետը գերազանցելու համար։ Կառավարությունից ասել են ամենաբարձր մակարդակով զբաղվում են խնդրով։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Առողջապահության նախարարության դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի գործունեությունը կդադարեցվի։ Կառավարությունն առաջարկում է հիմնարկում պահվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց բուժման գործընթացը կազմակերպել Արմավիր քրեակատարողական հիմնարկում ստեղծված քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՕԱԿ-ի նոր տեղամասում։ Իսկ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների բուժումը հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն մասնագիտական կենտրոնում։ Կառավարության անդամները նիստին ներկայացել են կրծքագեղձի դեմ պայքարի իրազեկման կրծքանշաններով, քանի որ հոկտեմբերը կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Հոկտեմբերի ընթացքում շենքերը լուսավորելով տարբերանշաններով նախարարությունը հիշեցնում է կանանց հետազոտման եւ իրենց տարեկան կանխարգելիչ հետազոտությունները անցկացնելու վերաբերյալ։ Ժամը 23-ի սահմաններում Մերեբունու իրավապահները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մարմնական սուր կտրող ծակող գործիքների վնասվածքներով Էրեբունի հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի։ Կարճ ժամանակ անց մեկ այլ օպերատիվ տեղեկություն Շենգավիթի բաժնում են ստացել, որ 1 քաղաքացի է մարմնական վնասվածքներով տեղափոխվել Շենգավիթ բժշկական կենտրոն։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Հայաստանը ներկայացնող Մանվել Առաքելյանը Ալբանիայում անցկացված U14 շախմատի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։ Նա 11 հնարավորից վաստակել է 8 միավոր եւ բաժանել 3/7-րդ տեղը։ Լրացուցիչ ցուցանիշներով Առաքելյանը զբաղեցրել է 4-րդ տեղը։ Պատանի հայ շախմատիստը նաեւ 34.8 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը։ Իր հուսալի անվտանգ երխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, մեթեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթը կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Վաղ ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 14-ից 18 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 24, Լոռիում 13-ից 17, Տավուշում 17-ից 20 աստիճան,
Արարատում Արմավիրում կդիտվի 21-ից 24, Սյունիքի հովտային գոտիներում կանխատեսվել է 19-ից 22, Սյունիքի նախալեռներում 16-ից 19 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների արևոտ երկնքով, այս գիշեր սպասվում է 6-ից 8, ցերեկը 21-ից 23, երեկոյան 14-ից 16 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։